Հրաչյա Տաշիր Արենայում եռուզեռային տրամադրություն է, տեսնում ենք արտիստները պատրաստվում են հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա առաջին շոուի պրեմիերան, որը կոչվում է Էթերնիա։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է կրկեսի սիրահարների համար, որովհետև 14 տարի Հայաստանում չկար կրկես։ 2011-ին, երբ փակվում էր կրկեսի շենքը, հայտարարվում էր, որ ընդամենը 2 տարով է փակվում եւ որ պետք է նորոգման աշխատանքներ իրականացվեն եւ արդիականացման ուղղությամբ աշխատանքներ տարվեն։ Ինչու որոշվեց նոր շենք կառուցել։ 14 տարի առաջ Տաշիր ընկերությունների խումբը գնեց Երևանյան կրկեսի շենքը, կատարվեցին առաջին փուլում ուսումնասիրություններ, որտեղ պարզ դարձավ, որ շենքը գտնվում է վթարային վիճակում։ Եվ որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ կլինի ոչ թե փորձել վերանորոգել, վերակառուցել, այլ շենքը քանդել եւ դրա փոխարեն կառուցել նոր, ավելի ապահով, ավելի նորարար շենք։ Ինչով էլ եւ զբաղվեց Տաշիր ընկերությունների խումբը եւ սկսեցինք կառուցել նոր շենքը, որը որ կարծում եմ կարող եք տեսած լինել, որ բավականին կարճ ժամանակ հետո որպես շինություն կանգնած էր, բայց բնականաբար դրան պետք է հաջորդեր մնացած փուլերը։ Ինչ դժվարությունների եք հանդիպել Տաշիր Արենայի շենքի կառուցման եւ հետագայում արդեն բացմանը նախապատրաստվելու համար, ինչու այսքան ուշացավ Տաշիր Արենայի բացումը։ Ինչպես նշեցի, շենքի կառուցումը դա մեկ գործ է եւ այլ գործ է շենքը լցնել տեխնոլոգիաներով եւ տեխնիկայով։ Եվ բնականաբար շենքի պատրաստ լինելուն պես սկսեցին պրոցեսները կապված ինժեներական եւ տեխնոլոգիական լուծումների հետ։ Բնականաբար բոլոր պրոցեսներում փորձում ենք լինել ամենանորարարը եւ սեփականատիրոջ կողմից, Սամվել Կարապետյանի կողմից կար նշաձող, որպեսզի շենքը լինի բազմաֆունկցիոնալ, որտեղ կարողանան տեղի ունենալ ոչ միայն կրկեսային միջոցառումներ, այլ շատ այլ տիպի միջոցառումներ, ինչպես համերգներ, թատերական բեմականացումներ, սպորտային եւ բիզնես այլ տիպի միջոցառումներ։ Մեր պրոցեսներում նաեւ կային խոչընդոտներ, հանձինս արցախյան դեպքերի, COVID-19-ի եւ դրանից բխող լոգիստիկ որոշ դժվարությունների, բայց կարծում եմ բոլոր սպասումները արդարանում են, երբ որ տեսնում ենք այս հրաշալի հարթակը, որը կդառնա կարծում եմ երևանցիների, հայաստանցիների եւ զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը։ Ինչով է յուրահատուկ Տաշիր Արենա կենտրոնը, ինչ տեխնիկական առավելություններ եւ հնարավորություններ ունի կրկեսային այս համալիրը։ Մենք բավականին ուշադրություն ենք դարձրել տեխնոլոգիական եւ անվտանգության համակարգերի վրա։ Մենք ունենք որոշակի ունիկալ անվտանգության համակարգեր, որոնք առաջինն եւ միակն են այս պայմանությամբ Հայաստանում օգտագործվում։ Ինչ վերաբերվում է տեխնոլոգիաներին, մենք ունենք նույնպես որոշ ունիկալ տեխնոլոգիաներ, հանձինս մեր BEM-ը, կրկեսի լեզվով ասած մանեժը, որը որ բազմաֆունկցիոնալ է եւ թույլ է տալիս նույնպես այն բազմաֆունկցիոնալության, հարթակի բազմաֆունկցիոնալության նպատակները իրականացնել։ Ունենք լույսի եւ ձայնի բավականին նորարար եւ այսօրվա դրությամբ առաջադեմ տեխնոլոգիաներ աշխարհի տարբեր առաջատար ընկերությունների կողմից եւ մուլտիմեդիայի եւ մեր տարբեր այլ տեխնոլոգիաներ նույնպես դրանց համակցությունը տալիս է այդ փորձը ստանալ այդ էմոցիաները այս հարթակում։ Հին կրկեսի շենքի հետ համեմատ Տաշիր Արենան ունի նաեւ ծավալային փոփոխություններ։ Եթե հին կրկեսի շենքը ընդամենը 6500 քառակուսի մետր մակերես ուներ եւ զբաղեցնում էր 4 կամ 5 հարկ, Տաշիր Արենան այժմ 21000 քառակուսի մետր մակերես ունի եւ զբաղեցնում է 9 հարկ, որը թույլ է տալիս նաեւ մեզ այդ տարբեր տիպի միջոցառումներ անցկացնել։ Հրաչյա առաջին շոուն կոչվում է Էթերնիա, հասկանալի է, որ շատ մանրամասներ չեք կարող ներկայացնել, բայց ինչ է սպասվում այդ օրը կրկեսի սիրահարներին, ինչպես եք զարմացնելու հանդիսատեսին։ Այո, Էթերնիա շոուն հոկտեմբերի 25-ին առաջին անգամ կլինի մեծ հանդիսատեսի համար Տաշիր Արենայում։ Յուրահատկությունը կարծում եմ կլինի այն, որ մենք աշխարհի տարբեր կետերից, երկրներից հրավիրել ենք տարբեր բարձրակարգ մասնագետների, դերասանների, արտիստների եւ փորձել ենք համակցել արտիստական, խորեոգրաֆիկ,
կարողությունները եւ մեր շենքի այս լույսի ձայնի տեխնոլոգիական կարողությունները միմյանց հետ կարծում եմ դրանց համակցությունը կտա մեզ շատ լավ վառ տպավորություններ շոուի ժամանակ։ Հիմա խոսենք նաև տոմսերի գնային քաղաքականության մասին, ինչի հիման վրա է այն ձևավորվել, ինչ գներ կան նախատեսված Էթերնիա շոուի համար, այդ թվում ինչ արտոնություններ կան եւ որոնք են այդ արտոնությունների կատեգորիաները։ Գնային քաղաքականությունը որոշելիս առաջնորդվում ենք ճկունության սկզբունքից եւ տոմսերը սկսում են 5000 դրամից, որը թույլ է տալիս ցանկացած հայ ընտանիքի լինել մասնիկը այս շոուի։ Ունենք նաև թանկ տոմսեր, մինչև 40,000 դրամ հասնող, բայց դրանք կազմում են բոլոր նստատեղերի ընդամենը 3%-ը։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են անվճար մուտք գործել, ծնողի հետ զբաղեցնելով նույն տեղը։ Բնականաբար նաև ունենք արտոնությունների ծրագրեր, օրինակ 5-ից 12 տարեկան երեխաների համար 30% զեղչ, թոշակառուների համար 30% զեղչ, արցախյան պատերազմի վետերանների համար, ինչպես նաև կան զեղչեր կոլեկտիվ այցելությունների համար 20 հոգուց սկսած մինչև 20% զեղչ, այսպիսով ստացվում է, որ 5000 դրամ արժողությամբ տոմսի արժեքը 30% զեղչով դառնում է 3500 դրամ, որը կարծում եմ շատ մատչելի գին է այս տիպի, այս աստիճան միջոցառման համար։ Հավանաբար հատուկ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սոցիալական խոցելի խմբերի եւ ընտանիքներին։ Նոր արենայի առաջին հանդիսատեսներն օգոստոսի 18-ին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ դարձան անապահով ընտանիքների երեխաները։ Սոցիալական աջակցությունն ու բարեգործությունը մշտապես եղել ու շարունակում են մնալ Տաշիր խմբի գործունեության հիմնարար ուղղություններից։ Մենք հետևողականորեն կզարգացնենք սոցիալական ծրագրերը նոր արենան դարձնելով ուրախության ու տոնի վայր բոլոր երեխաների եւ ընտանիքների համար, անկախ նրանց հնարավորություններից։ Հրաչյա, իսկ մարդիկ որտեղից ինչպես կարող են ձեռք բերել Էթերնիայի շոուի տոմսերը։ Այս պայդրությամբ Էթերնիա շոուի տոմսերը կարելի է ձեռք բերել Տաշիր Arena.am կայքից, բայց բավականին կարճ ժամանակ հետո արդեն հնարավորություն կլինի ձեռք բերել տոմսերը նաև Տաշիր Arena շենքում, ինչպես նաև մեր այլ գործընկերների on-line հարթակներից։ Դուք խոսեցիք այն մասին, որ ցանկանում եք կրկեսային արվեստը հասանելի լինի բոլոր շերտերի համար։ Հիշում եմ օգոստոսին այստեղ բարեգործական համերգ էր կազմակերպվել երեխաների համար։ Հիմա կարող եք ներկայացնել, թե ինչ սոցիալական նախաձեռնություններ եւ աջակցությունների միջոցառումներ կան Տաշիր Արենայի ծրագրի շրջանակում։ Մեր համար շատ կարևոր էր, որ փաստորեն Տաշիր Արենայի առաջի հանդիսատեսը հենց բարեգործական միջոցառման շրջանակներում կազմակերպված մանուկներն էին, հայ մանուկները, եւ կարծում եմ, որ այդ հաջողությունը տեսնելով, այդ հետադարձ կապը նրանց կողմից տեսնելով, մենք կունենանք շարունակական ծրագրեր, տարբեր սոցիալական պրոյեկտներ, որոնց մասին որոշ ժամանակ հետո մենք կտեղեկացնենք։ Շնորհակալություն, կարծում եմ կրկեսի սիրահարները մեծ ողջավորվածությամբ կսպասեն հոկտեմբերի 25-ին։